Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Բարև ձեզ, պարոն Խուդոյան։ Շնորհակալ եմ ես հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Խոսենք երեք կայացած Բագրատ Սրբազանի եւ Եվս Տազիոտ անձանց վերաբերող դատավարությանը, հերթական դատավարությանը, որի ժամանակ փոփոխություններ որոշակի եղան խափանման միջոցների մասով, ոմանց տվեցին վարչական վերահսկողություն, տնային կալանք եւ այլն, դուք մանրամասն եք այս փոփոխությունները ինչ նպատակ ունեին, ինչ բացատրություն ունեն առհասարակ։ Դե պետք է նայենք այս գործը, երբ որ սկսեց ամենասկզբում, մեծամասնությունը կալանքի տակ էր, մեկ անց ընդհանրապես վարչական հսկողությունով, այսինքն միջդատական վարույթում մեր սարկավագին դատարան ազատ էր արձակել այդ որոշումը օրինական ուժի մեջ էր մտել եւ ստացվում էր մենք մտել ենք մի վիճակ, որտեղ բոլորին հավասար նույն մեղադրանքն առաջադրված, բոլորը կալանքի տակ են, մեկ անց կալանքի տակ չի։ Եվ եթե պետությունը պետք է բոլորին վերաբերվի հավասար ձևով, հարց առաջանում, ինչ պետք է մյուսները լինեն կալանքի տակ։ Հետագայում կամաց եւ վերաքննիչ դատարանի մի քանի որոշումներով, մի քանիսի կալանքը փոխվեց տնային կալանքի, առանձին սահմանափակումներ վերացվեցին, օրինակ Բագրատ Սրբազանի տեսակցությունները բացվեցին, ասես կամաց տարբերացիաների կողմից այս գործի սահմանափակումները գնալով պակասում են։ Նախորդ դատական նիստին եւ այս նիստին էլի գրեթե մեծ մասամբ մասնակիցների խափանման միջոցները փոխվեցին, այս պայդրությամբ պահպանված էին կալանքները Բագրատ Սրբազանի, Մովսես Շարբաթյանի, Լիդիա Մանթաշյանի եւ Արտուր Սարգսյանի ու Չախալյանի նկատմամբ վերջին երկուսի հարցը դեռ պետք է հաջորդ նիստին քննարկվի, բայց 3 ամսով այս բան երկարացված է Բագրատ Սրբազանի, Լիդիայի եւ Մովսեսի խափանման միջոցները։ Եթե զուտ մասնագիտական կարծիք հարցնեք, ես չեմ հասկանում ինչա կատարվում դատական նիստերի դահլիճում, որովհետև նույնական հավասար պայմաններում գտնվող մարդկանց շրջգուշակության մատից քաշելու մակարդակով կայացվում են որոշումներ։ Մեկին բացակայելու արգելքն է, մեկին վարչական հսկողությունն է, մեկին վարչական հսկողությունն է 12 ժամանոց սահմանափակումով, մեկին տեսակցությունների արգելքը լրիվ բաց է, Բագրատ Սրբազանին օրինակ Լիդիա Մանթաշյանին լրիվ փակ է, մեկին արգելում են գնալ մասսայական ինչ-որ մարդկանց հավաքման վայրեր, առանց մասնավորեցնելու դա ինչ է, օրինակ մարդը կարող արդյոք գնա կանգառում կանգնի կամ մետրո նստի, որտեղ մարդիկ են հավաքված, թե դա թաքնված եղանակով հավաքների մասնակցելու արգելքի ինչ-որ հարց է եւ այլն։ Իսկն պայմանական այդ պահին ցենց ինչ մարդու մտքով անցնում է, այդ պահին որոշում են եւ ոչ մի հիմնավորում ես դրա տակ չեմ տեսնում։ Առավել ևս որևէ հիմնավորում չկար Լիդիա Մանթաշյանի կալանքը պահպանելու հարցում են պարագայում, երբ որ գրեթե բոլոր մասնակիցների խափանման միջոց փոխվել է, լավ նիստերից մեկում ասել եմ հասկանալի է այս պատվերը հատուկ Բագրատ Սրբազանի դեմ է իրան։ Ակնկալիք էլ չկա, որ այնքան խիզախություն եք ունենալու, որ բաց թողեք, բայց մյուսներին կարող եք թողնել գնան տուն, ու երբ որ բոլորի մասով բանը փոխվել, Լիդիա Մանթաշյանի մասով խտրական վերաբերմունքը ոչ մի ձև պատճառաբանված չի։ Իդեպ Լիդիա Մանթաշյանն ասում էր, որ ինքը արդեն իսկ իմացել է, որ նման որոշում է կայացվելու եւ ավելի շատ քաղաքական, այսպես որոշում կա իր մասով, ինչ որ պաշտոնյայի հետ կապված։ Ցավոք սրտի իրավաբանությունից բացի նման գործերում լինում է ամեն ինչ, լինում են եւ ենթադրություններ եւ տարբեր կորելացիաներ եւ ներքին ինֆորմացիաներ, որոնք գալիս են, ենթադրում որ այդպիսի ինֆորմացիաներից մեկն է ստացել է Լիդիան, որ չգիտեմ ինչ եղանակով, որ կոմասով այսպես ասած վետո է դրված, որ դատանը բան չանի, որտեվ տեսանելի է հանրության համար, որ այդ որոշումները դատանում չեն կայացվում են դատական նիստերի դահլիճից դուրս։ Իսկ այն որ տեսակցություններն է արգելված, դա ինչ բացատրություն է։ Դա էլ հասկանալի չէ, նայենք օրինակ Բագրատ Սրբազանը ենթադրվում է մեղադրյալներից ամենաակտիվն է, չէ, բոլոր այդ ովքեր հավաքվել են, իր շուրջն են հավաքվել, դատարանները որոշել են, որ ինքը կարող է տեսակցել բոլորին, բայց Լիդիա Մանթաշյանը, որ ընդամենը մի երկու տեղ ձայնագրության մեջ հայտնվում է, միտեղ մնավոր ծուխափորձարկում, միտեղ էլ ասած տեսություն ես գնացի, իրեն համարում եմ, որ ինքը ոչ մեկի հետ չպետք է շփվի իր հարազատներից եւ փաստաբաններից բացի, այս անհավասար վերաբերմունքը ինչ որ մի ձև դատական ակտերով պետք է պատճառաբանվի։ Ինչի մի դեպքում կիրառում ենք, մի դեպքում չենք կիրառում, նման բացատրություններ չկան։ Ոչ դատախազներն են նիստի ընթացքում հնչեցնում տարբերություն, օրինակ այս մարդը ունեցել է այսինչ ավելի ակտիվ դեր, ինքը ավելի շատ մարդու է ճանաչում, չգիտեմ, ինքը նախկինում փորձ է կատարել խոչընդոտել կամ ինքը ավելի ունևոր է, կարող ավելի շատ ազդեցություն ունենա, ինքը պաշտոնյա է, կարող ավելի շատ ազդեցություն ունենա, չէ, ոչ մի նման բացատրություն չկա եւ բարձրապես
շաբլոն տեքստ են ընթերցում, դատարանը շաբլոն տեքստի համապատասխան որոշումներ է կայացնում։ Կոնկրետ Լիդիա Մանտաշյանի մասով դուք կապում եք դա այն ստորագրահավաքների հետ, որ նա իրականացնում էր բավական երկար ժամանակ Նիկոլ Փաշինյանի մերժելու, եթե այդպես էր կոչում ստորագրահավաքը Փաշինյանի դեմ բնականաբար պետքա լինի։ Իրավական պատճառ, ինչպես ասացի, ես չեմ տեսնում։ Չկա որևէ տարբերակման հանգամանք, հակառակը, եթե կա էլ հօգուտ Լիդիայի պետքա դա մեկնաբանվի։ Եթե փորձում ենք գտնել ինչով է տարբերվում Լիդիան մյուս մասնակիցներից, նայում ենք այո, որ ինքը վերջին շրջանում բավականին հաջող, շատ ցիվիլ եղանակով ակցիա էր իրականացնում եւ բավականին շատ մարդկանց հետաքրքրում այդ ակցիայով։ Չեմ վստահում։ Փաշինյանի հեռացնելուն ուղղված ակցիան քաղաքի տարբեր վայրերում դնելով ստենդներ, մարդկանց ստորագրավակ անելով, կոմունիկացիայի մեջ մտնելով, ինչ-որ հետաքրքիր տեսանյութեր պատրաստելով եւ այլն։ Դրանից բացի ավել ինքը բան չի արել եւ թերևս դա կարող է լինել պատճառ, որ նրա նկատմամբ առանձնահատուկ վատ վերաբերմունք։ Իսկ այդ խափանման միջոցների փոփոխությունները դուք կապում եք քաղաքական որոշման հետ։ Ենթադրում եմ, որ քանի որ ինչպես արդեն ասացի, չեմ հավատում, որ որոշումները կայացվում է դատական նիստերի դահլիճում կամ խորհրդական սենյակում, այդ որոշումները կամ դրանց հավանությունը գալիս է այլ տեղից։ Այսինքն ինչ մեղմացումներ է եղել որոշումների։ Մեղմացումներ եղել են, դա կամ կարող է պայմանավորված եղել արտաքին ճնշումներով, որովհետև վերջին 2 ամիսների ընթացքում գոնե մենք նկատում ենք հատուկ ուշադրություն այս գործի ընդհանրապես եկեղեցու դեմ պլանավորված արշավի շրջանակներում նախաձեռնված գործերի նկատմամբ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, միջազգային լրատվամիջոցների կողմից, տարբեր դեսպանատների կողմից։ Չի բացառում, որ այդ ազդակները ստանալով փորձում են մի քիչ այս քաղաքական ռեպրեսիաները ավելի մեղմ ցույց տալ, բայց իրականում տարբերությունը շատ մեծ չի, որովհետև անձին սկզբից կալանավորում են, հետո ուղարկում են տնային կալանքի կամ թեկուզ ուղարկում են վարչական ասկողության, բայց ասում են օրինակ դու հավաքի այլևս չմասնակցես, չգնաս այնպեսի վայր, որտեղ մարդը շատ է։ Եվ ստացվում է այս անձին արդեն գործի ամբողջ ընթացքում մեկուսացրեցին որևէ քաղաքական գործընթացից։ Բացի այդ իրավապաշտպանության մեջ էլ նաև կա այսպիսի հասկացություն, այդ պատտվող դռների սկզբունքն է, որտեղ քանի որ բանտերը անսահմանափակ չեն եւ ռեսուրսները անսահմանափակ չեն, երբ որ քաղաքական հետապնդումները սաստկանում են, շատանում են, մարդկանց սկսում են հերթափոխով բան անել, կալանավորել 2 ամսից բաց թողել, ուղարկել տուն այդ տեղը ուրիշ նոր մարդու բերել, տեսնում ենք, որ այդպես էլ կա։ Այսօրվա վիճակագրությունը խոսում է դրա մասին, որ մեր քրեակատարողական հիմնարկներում կալանավորներն ավելի շատ են, քան ռեալ պատիժ կրող դատապարտյալները։ Իսկ այդ մեղմացումները նաև քաղաքական ինչ կարծում եք, որ մենը ճնշումներն են պատճառը, թե այլ քաղաքական Ես չեմ պատկերացնում, որ հանկարծ ինչ-որ մեկը շատ բարիացել է, որոշել է, որ այս քաղաքական հետապնդումներ չպետք է իրականացնի։ Դե բայց ամենը Փաշինյան աղոթքների է գնում եւ ասում է մեղքերը շատ են, չի ասում մեղքերը շատ է, ասում է մեղքեր ունեմ, պետք է այդ մեղքերից ազատվեմ, դրա համար աղոթքների եմ գնում, կապում եք այս ամենը։ Կան մեղքեր, որոնք հատուցվում են աղոթքներով, կան մեղքեր, որոնք հատուցվում են քրեակատարողական հիմնարկներում անցկացրած ժամանակով։ Փաշինյանի մեղքերը չեն տեղավորվելու առաջինով ապաշխարության դիրույթում, ինքը շատ երկար տարիներ պետք է քրեակատարողական հիմնարկում անցկացնի բոլոր այն մեղքերի եւ հանցագործությունների համար, որ գործել է Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի դեմ։ Իսկ դա երբ կլինի։ Կարծում իշխանապողությունից անմիջապես հետո։ Իշխանապողություն կարծում եք կլինի։ Չեմ կարող այդ բանդումը կատարել, ես ոչ տիրապետում եմ այդ տվյալների, ոչ քաղաքագիտական հմտություններ ունեմ։ Ընդհանրապես կարող եմ ասել, դա կարող է լինել 26-ին, կարող է լինել 31-ին կամ ավելի վաղ կամ ավելի ուշ, բայց չեմ կարծում, որ ինքը հույսումից է պաշտոնավարելու Հայաստանում։ Եվ դա էլ հենց պայմանավորվում է այս սաստիկ քաղաքական հետապնդումները, որտեղ իրենք էլ գիտակցում են, իրենց խումբը գիտակցում է, որ այն պահից սկսած, երբ որ իրենք իշխանությունը կկորցնեն, իրավական պատասխանատվության պետք է կանչվեն իրենց բոլոր արածների համար։ Իդեպ քաղբանտարկյալների հետ կապված 3 բողոքի ակցիա իրականացվեց դատախազության առջև, հետո արդեն գնացին Շենգավիթի դատարան, այսօր խորհրդանում լսումներ էր, հայաստանխմբակցություններ նախաձեռնել, ԿՊ-ն համաձայն չէ, որ քաղբանտարկյալներ կան Հայաստանում, ասում են նախկինում է դա եղել, հիմա չկա, եւ եթե ասում են կա քաղբանտարկյալ, ապա միջազգային կառույցները այդ մասին կարձանագրեին եւ կխոսեին։ Նախ եւ առաջ միջազգային կառույցները շատ առանձին դեպքերում արձանագրում են մարդու իրավունքների խախտումներով եւ առանձին հարցադրումներ կատարում, որին պատշաճ պատասխան մեր կառավարությունից չի հնչում եւ ինչպես արդեն ասացի, վերջին ամիսներին ավելի բարձր հետաքրքրություն են դրսեւորում իրադարձությունների նկատմամբ։ Երկրորդ, որևէ իշխանություն
աբսուրդային է, որ երբևէ հայտարարի, որ ինքը քաղաքական հետապնդումներ իրականացնում, երբ որ ինքը դա իրականացնում է որևէ պետությունում, որտեղ այդպիսի ռեպրեսիաներ եղել են, ոչ մի իշխանություն չի հայտարարել, որ ինքը իրականացնում է քաղաքական հետապնդումներ, բնականաբար պետք է ասեմ, որ ամեն ինչ մաքուր է, պարզ է, օրենքով եւ այլն։ Քաղաքական հետապնդումների գնահատական կարող են տալ հասարակությունը, անդիմությունը, հասարակական քաղաքական գործիչները, իրավապաշտպանները, տեղացի իրավապաշտպանները, միջազգային իրավապաշտպանները, միջազգային իրավապաշտպանական կառույցները կամ առանձին մարդու իրավունքներով զբաղվող հաստատությունները։ Բնականաբար իշխանությունը չի գնահատական տվող ինքը քաղաքական հետապնդում իրականացնում է թե ոչ։ Երբ ասում եք, որ առանձին կառույցներ արձագանքել են քաղաքական ընտրյալների մասով, ում հետ կապված է արձանագրում եղել։ Մենք տարբեր բաներ ունենք եւ Ամերիկայի դեպարտամենտից կար, ԵԽՎ-ից կար հայտարարություններ, սպայն բոլորը չեմ կարող թվարկել եւ մեջբերումներ անել, բայց հարցադրումներ եղել են, այդ թվում բանի հավաքների մասնակցությանը նյութապես հրախուսելու գործերի վերաբերել էր, այդ թվում խոսքի ազատության ու խուլիգանությունների խոսքի ազատության, այո, հայտարարություններ եղել են, բայց քաղաքական ընտրյալների մասով դե այդ թվում այդ մեղադրանքներով բանտարկված անձինք են եղել ապօրինաբար։ Հիմա եթե կոնկրետ վերջի գործերի մասին ենք խոսում, այս գործերը նոր են, կոմունիկացիաները նորալ են, բայց վստահ եմ, որ նման արձագանքներ հաստատապես լինելու են, ինչպես առանձին այս գործերով վերցրած, այնպես էլ ամբողջ քաղաքական տիրույթի համակարգված հետապնդումների եւ դրա առանձին մի հատվածի եկեղեցու դեմ հետապնդումների համատեքստում։ Կարծում եք եկեղեցու հետ կապված եւս կլինեն արձագանքներ։ Միանշանակ վստահ եմ, որ լինելու են եւ այդ առումով շատ ավելի ինտենսիվ են արձագանքները, բազմաթիվ նաեւ միջազգային լրագրողներ, էլի քրիստոնեական աշխարհի ներկայացուցիչներ տարբեր։ Իդեպ վերջերս երբ աղոթքի նախաճաշ էր, մեկ անձ, ով ավետարանչական եկեղեցու առաջնորդ էր կամ հետևորդ, չգիտեմ, մասնակցում էր, նաեւս հետո խոսում էր, որ անընդունելի է իր համար, որ եկեղեցու դեմ գործողություններ է արվում։ Դե նայեք, միայն խնդիրը առաքելական եկեղեցու պաշտպանությունը չէ, առասարակ սա ոտնձգվում է մարդու քաղաքացու խղճի դավանանքի ազատության դեմ։ Հիմա այսօր ոտնձգում են առաքելական եկեղեցու դեմ, վաղ կարող է ոտնձգեն ավետարանչական եկեղեցու դեմ, կաթոլիկ եկեղեցու դեմ, չգիտեմ, մի քիչ ավելի ոչ տրադիցիոն ոգևոր կառույցների դեմ, դա կլինեն անդամարվող կամ անենք կրոնական այլ կազմակերպությունների դեմ։ Բնականաբար մեր օրենսդրությունը, մեր սահմանադրությունը թույլատրում է յուրաքանչյուրի գործունեությունը, բայց մենք տեսնում ենք, որ չգիտես ինչի կառավարությունը որոշել է, որ ինքը պետք է որոշի կրոնական կազմակերպության ղեկավարը ով է լինելու եւ միջամտություն գործի դրա մեջ։ Բնականաբար դա չի կարող հաջողել, չի կարող օրինական լինել, ընդհանրապես գործ ունենք առաքելական դեմ եկեղեցու դեմ ոտնձգությունների, այդ եկեղեցուն հնարավոր պառակտումներ մտցնելու, այդ եկեղեցուց ինչ որ բողոքականության ալիքի ներքո ինչ որ այլ ուղղություն կամ այլ աղանդ ձևավորելու գործընթացի հետ։ Բայց ամեն դեպքում հայտարարությունները կան, բայց քայլեր չի հաջորդում, Փաշինյանը դեռ չի գնում Վեհարան։ Դուք կարծում եք հենց այս հանգամանքը եւս կաշկանդում է նրան, թե քաղաքական դրդապատճառներ։ Ես համաձայն չեմ, որ քայլեր չեն հաջորդում, հա կոնկրետ դեռևս Վեհարանի մասով կաթողիկոսի մասով ամեն դեպքում չի շտապում։ Մենք տեսնում ենք, մենք այսօր ունենք կալանավորված 3 սրբազաններ, տնային տաղալանքի տակ գտնվող հոգևորական, մենք տեսնում ենք բարբերաբար քննչական մարմիններ հրավիրվող հոգևորականների, մենք տեսնում ենք ամբողջ թեմի գործունեությունը կազմակերպել փորձող քննչական միջամտությունների, մենք տեսնում ենք կազմակերպված ագրեսիվ քարոզչություն, վիրավորանք զրպարտություններ հոգևորականների նկատմամբ, մենք տեսնում ենք, որ եկեղեցու ունեցվածքը ուղղակի խլել են ոստիկանական ուժերով, հովանավանքի մասին է խոսքը եւ իրենց սեփականությունը, մարտամեկի ասած իրաց կադաստրի թղթով հենց առաքելական եկեղեցուն պատկանող տարածքը զավթել են իրապահների ջանքերով այդ թվում եւ չեն վերադարձնում օրինական սեփականադիրոջ։ Իսկ այդ հոգևորականների հետ կապված, որ հարցաքննության են կանչում եւ տարբեր գործերով մեղադրանքներ կան, այս մասով ունեք տեղեկություններ, ինչ փուլում են, ինչ հարցաքննություններ են։ Դե այնքանով ինչքանով որ մամուլում տարածվում է, ես ինքս այդ գործերով չեմ զբաղվում։ Մեր գործընկեր Արա Զոհրաբյանը եւ իր Հիմնականում հեռախոսազրույցի այդ ձայնագրության հիման վրա են նրանց կանչում։ Միայն այդ գործը չի, տարբեր գործերով է Աշոկ Սրբազանի եւս 3 քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Ստեփան Ասատրյանի վերաբերյալ իրեն ճաշել տարբեր գործեր էսպայն հարցված են,
Տեղեկություններ ունեմ, որ նաև ընդհատակում էլ կան տարբեր գործեր, որի մասին այս պահին դեռ չի բարձրաձայնվում, բայց որոշակի նախապատրաստական աշխատանքներ Այլ անձանց, թե նույն անձանց հետ կապված։ Առհասարակ եկեղեցու դեմ։ Հնարավոր բոլոր տեսակի շարժեր, շուտ դժգոհ մարդկանցից ցուցմունքներ կորզելու կամ ինչ-որ կարգալոց եղած ինչ-որ կանոններ բաներ մեղադրանքներ սկսեցին դա նախքին ինչ-որ անհաջող fake հոգևորականներ հանրային հեռուստաընկերության եթեր բերելով, դրան հաջորդեց արդեն հաջողեցրին հենց կարգավիճակ ունեցող հոգևորականների եկեղեցու դեմ հանելու, պարակտելու գործընթացով, որին հետևեց կարգալոծության իրադարձությունները եւ տեսնում ենք, որ հաջորդաբար ամեն կիրակի ինչ-որ բան պլանավորելով, ինչ-որ սրբի կերպար ստանալով, ինչպես արդեն ասացի, հանցագործությունների համար փորձելով ապաշխարությամբ այդ պատրանքային էլ իրականում այնպես էլ չի որ հավատալի է, որ ինքը իրոք դակցում է իր մեղքերը փորձում ապաշխարել, շոուի մակարդակով այդ մեղքերի թողության իրադարձությունները բեմադրելու առումով այլապես կարող էր գնալ այնպես, որ որևէ մեկը չնկատեր կամ չհայտարարեր, ուղղակի գնար, եթե նպատակը աղոթելն եւ ապաշխարելն է։ Հա դե բնականաբար հատկապես այն ինչ վերաբերվում է հավատքին աղոթքին, հայտնի է, որ դարվում է լռելիային եւ յուրաքանչյուրի համար համեստ պարկեշտ եղանակով առանց դրա մասին բարձրաձայնելու, անոստելու, առավել եւս առանց այդ ամեն ինչը ոստիկանական հարկադրանքով ուղեկցելու։ Կարող ենք ենթադրել, որ Փաշինյանը տեսավ, որ մարդիկ չեն հավաքվում այդ գործընթացի հետ կապված, որպեսզի կաթողիկոսին հեռացնեն կամ մարդկանց համար դա այդքան էլ կարևոր խնդիր չէ, ինչպես ինքն է մեղադրում, որ ընտանիք ունի եւ այլն, եւ ինքը փորձում է արդեն ճնշումների միջոցով հասնել ուզածին։ Այսինքն իրենք հասկացան, որ մարդկանց այն խումբը, որ իրենք ակնկալում են, որ պետք է հավաքվեն, գնան, վեհապարեն ասեն հեռացիր, բան, դա չի լինում, այդ մարդիկ չեն հավաքվում վերջում։ Կպից բացի շատ քիչ մարդ կարողանան ավելի շատ մարդ մոբիլիզացնել ապագայում։ Խնդիրն է, որ դա չի լինում գիտակցված եւ իսրտ է։ Իսկ մենք տեսնում ենք, որ այդ հովանավանքի միջոցառումներն էլ էլի վարչական ռեսուրսով հավաքած բերած իրենց հիմնական կարգառումներ կա, ցուցիչներ, տարբեր մարդիկ, որոնք հոգևորական կյանքի հետ, հոգևոր կյանքի հետ ի սկզբանե որևէ առնչություն չէին կարող ունենալ, եթե հետևում ենք իրենց հանրային գործունեությանը, կեղտոտ վարքագծին, հանկարծ դառնում են պատարագի գնացող անձինք, խորան են բարձրանում տարբեր կեղծ հոգևորականներ, կարգալոց եղած հոգևորականներ, այսինքն խառնամբող, որը մաքուր հավատքի հետ բնականաբար ոչ մի առնչություն չի կարող ունենալ, սակայն այս գործողություններն էլ բավարար չեն, դրան զուգահեռվում է, որ շատ ավելի վատ է հենց իրապահ մարմինների այս աշխատանքին լծված լինելը եւ տեղում այդ ամեն ինչը հովանավորելը նկատի ունեք ոստիկանական ուժերը ներկա են ես հիշեմ մի դրվագ, որտեղ հոգևոր հայրը ցանկանում է մտնել եկեղեցի, իրեն ինչ-որ առնամբող թույլ չի տալի բավականին կոպիտ տհաճ եղանակով, որ դասական ինքնիրավչության հանցակազմն է իրանից ներկայացնում, 5 մետր ենքում կանգնած են ոստիկանները եւ չեն միջամտում ու հրճվանքով նայում են, թե ոնց այդ ամեն ինչը տեղի ունենում, բնականաբար կազմակերպված, պլանավորված փոխադարձ գործողություններ են, որ խոչընդոտ են իրական հոգևորականի մուտքը, թույլ տան կեղծ հոգևորականը ճակերտավորած պատարակ անցկացնի, այնտեղ ինչ-որ շոու բեմադրեն։ Իսկ Արշակ Սրբազանի գործեր կապված տեղեկություն ունեք, հարցաքննության էին նրանք անցել այդ Ես մամուլից տեսա, որ ինքը հրավիրվել է հարցաքննության, բնականաբար ենթադրում էր, որ այդ տեղեկությունը հրապարակելուց հետո ճակերտավոր իրավապաշտպանների կողմից հաղորդումներ ներկայացնելուց հետո այդպիսի process շարունակելու են էլի քարոզչական նկատառումներով, բայց ավելի ինֆորմացիա չեմ տիրապետում եւ իրականում չեմ էլ ցանկանում այդ գործի մասին խոսալով հասկանալով, որ այդ գործը հենց դաշտ է նետվել, դա քննարկելու եւ իրենց կեղտոտ նպատակները իրականացնելու համար։ Երբ Փաշինյանը հայտարարություններ է գրում Facebook-յան իր էջում եւ ուղղորդում իրավապահներին, այստեղ խանցակազմ չկա եւ ինչու սա չի արժանանում այդ նույն իրավապաշտպանների կողմից միջազգային բնահատական։ Այդ ամեն ինչը ֆիքսվում է։ Մեկ է պետության համաբերաններում մոտ կմնա շուտ հայտարարություններ, որին հաջորդում է արդեն կալանավորումներ, այսինքն ասվում է եւ մի քանի րոպե հետո արդեն կալանավորումները գնում են, այսինքն սա ուղիղ ուղղորդում չէ, միջամտություն չէ իրավական համակարգի։ Բնականաբար ուղիղ միջամտություն է, միայն դրանով չի սահմանափակվում, այդ հայտարարությունները, ստատուսները բազմաթիվ են, բայց եթե այդ ստատուսներն էլ չլինեն, այնց չի որ մենք չենք հասկանում, որ ինչպես է ղեկավարվում այդ ամեն ինչը,
բայց այդ բացահայտության ցինիզմն աստիճանի է հասնում, որ ազգային ժողովուրդ քաղաքացիական պայմանագիր կարող է հայտարարության տեքստ ընդունի, որ նոր հարուցված քրեական գործով մարդկանց անվանի ահաբեկիչներ եւ պարտավորեցնի բոլորին համակարծիք լինել իրancs հետ կամ հակառակ կարծիք հայտնողներին անվանի ահաբեկչություն ցանկացողներ եւ այլն։ Սրանք ամենաինտենսիվ միջամտություններ են, որ իշխող քաղաքական ուժը կարող է կատարել քրեական բարույթների նկատմամբ, եւ իրենք բոլոր գործիքակազմով, բոլոր հնարավոր եղանակներով այդ միջամտությունը ունենում են, եւ դա անթափույց է։ Այս ամեն ինչը իհարկե ֆիքսվում է, ներկայացվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, տարբեր միջազգային կազմակերպությունների արձագանքները գուցե այնպեսին չեն, ինչպեսին լինում են նախկինում, բայց որ միանշանակ այդ ինֆորմացիան տեղ հասնում է եւ հակադարձ կոմունիկացիան գալիս է, դրանում էլ համոզվում ենք, երբ որ տեսնում ենք, թե ինչպես են նույն իշխանությունները փորձում ամեն ձև հիմնավորել իրենց արածները եւ որոշակի պատասխաններ տալ դրտից եկող հարցադրումներին։ Հիմա ինչքան կարող են իրենք արամարել կամ անտեսել այս որոշումները, սա ինչպես է ազդում Հայաստանի վարկանիշի վրա։ Դե օրինակ շատ ակնհայտ դեպք բերեմ, երբ որ արբիտրաժի որոշումը հայտարարում են, որ Հայաստանի Հանրապետությունը չի կատարելու, թեև ցանկացած իրավաբանի համար ակնհայտ է, որ դա ինքնին խախտում է, բայց եթե իրավաբանությունից էլ դուրս գանք, բնականաբար ցանկացած ներդրող, որ հենց այդ գործիքակազմն է պատկերացնում իր խնդիրները հանկարծ ապագայում խնդիրները առաջանալու դեպքում ճիշտ լուծելու, երբ որ տեսնում է, որ որևէ իրավական պաշտպանություն ինքը չի կարող ստանալ, ինքը Հայաստանում փոշոր ներդրում չի կատարելու։ Ու մենակ այդ մի գործի քաղաքական անհրաժեշտությունից ելնելով, հաստորեն բոլոր պոտենցիալ խոշոր ներդրողների աչքը վախացնում են, որ ոչ ոք չի ցանկանալու այստեղ ներդրում կատարել։ Դե ներդրումների պահով, այո, իսկ այն որ կարող են չկատարել այդ որոշումը, իրավական որոշումների տարբեր տեսակի որոշումների չկատարման վերաբերյալ տարբեր հակազդեցություններ լինում են։ Բնականաբար միջազգային մարմինների որոշումները իմպերատիվ չեն։ Իսկ պետությունը կարող է դա չկատարի, բայց դա կարող է հանգեցնել մի օր այդ բոլոր կառույցներից կամ կոնվենցիաներից այդ պետության դուրս բերման, արձանագրման, որ այդ պետությունում ավտորիտար կամ բռնապետական կարգեր են հաստատված։ Նաև Վարդան Ղուկասյանի մասով խոսենք նոր մեղադրանքի առաջադրվել դատական նիստերից մեկի ավարտից հետո արված արտահայտությունների համար խուլիգանության հատկանիշներով եւ նաեւ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու Սպարտակ Ղուկասյանին 2 ամսով կալանավորեցին։ Այս երկու գործով ինչ կասեք։ Չեմ մտել իրադարձություններին, չեմ կարող մեկնաբանել, բացի այդ եթե քեշեք նախկինում ես ասացի, որ այս գործով այլ անձի պաշտպան եմ հանդիսացել եւ կոռեկտ չեմ համարի գործի վերաբերյալ մեկնաբանություններ տալը։ Իսկ առհասարակ գնահատական այն ամեն ինչ կատարվում է։ Ցանկացած քրեական գործ, անկախ իր հիմնավորվածության աստիճանից, շատ բարձ տեստ կա հասկանալու ինչքան է ինքը քաղաքական։ Եթե այդ գործի մասին խոսում են քաղաքական գործիչները իրենց առօրյա գործը թողածանկացն այդ գործով հիմնավորելու համար իրավապահ մարմինների աշխատանքը, արդեն իսկ պետք է զգուշությամբ մոտենալ այդ գործին, հասկանալ, որ այստեղ քաղաքական պատվերն առկա, քաղաքական հետապնդումն առկա։ Արդեն հետագայում յուրաքանչյուր գործի դետալներով եւ գործով զբաղվող փաստաբանները եւ իրավապաշտպանները կարող են վերհանել բոլոր անխտրական մոտեցումները, ապօրինի գործողությունները, որոնք կոնկրետ այս կամ այն գործով կիրառվում են։ Նաև վերջերս կալանավորվեցին Արեգ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը, այս մասով ինչ կասեք։ Նույնն է, ինչ նախկինում տեղի ունեցել իրենց հետ, ստացվում է, որ իրենք նախկինում նմանատիպ արարքի համար արդեն իսկ ձերբակալվել են, դատարանը արդեն իսկ արձանագրել է իրենց անմեղությունը, արձանագրել է, որ վերջիններս քրեական հետապնդման ենթակա չեն եւ նույնատիպ արարքի համար նորից հետապնդում են, ակնհայտ է, որ դա էլի հաշվի արդարի տիրույթում է տեղավորվում եւ ակնհայտ է, որ հենց ուղղված է մեդիա կոնտենտ գեներացնող անձանց դեմ եւ էլի խտրական վերաբերմունք ինչքանով ակնհայտ է այս դեպքում, որ այն անձ ովքեր հաղորդում են ներկայացրել իրենց դեմ ազգային ժողովի նախագահը ինքը նույն բառապաշարով էլի մեդիա գործիքակազմով անդրադարձել է նրանց, այսինքն վիրավորել է այդ անձի վերաբերյալ ոչ մի բան, իսկ երբ որ իրեն պատասխանում են նույնատիպ բառապաշարով արդեն անձին քրեական հետապնդման են ենթարկում, սա դասական տարբերակն է խտրական հիմքով քաղաքական հետապնդման, որտեղ իշխանության ներկայացուցիչին այդ արարքը թույլատրվում է, անդիմության կամ չգիտեմ հակադրվող քաղաքական հայացք ունեցող անձի արարքը ենթարկվում է քրեական հետապնդման, մի կողմ թողած այդ արարքը իրականում հանցագործություն է, թե չէ։ Նույնիսկ եթե ընդունենք, որ հանցագործություն, ապա երկուսն էլ նույն բանն են անում, ինչի նրան չեն հետապնդում։ Այս կալանավորումները ձեր կարծիքով ազդում են քաղաքական process-ների վրա։
Այս կալանավորները առաջին հերթին ազդում են քաղաքական ակտիվություն չունեցող, ասենք ասենք կուսակցական ակտիվություն չունեցող քաղաքական հայտ չներկայացնող անձանց իրենց կարծիք արտահայտելու ցանկությունից, որովհետև լավ քաղաքական գործիչը, ոնց որ ամբողջ ժամանակը տրամադրում է քաղաքական գործունեությունը, հասկանում է, որ իրեն հետապնդելու են եւ այլն։ Բայց հասարակ քաղաքացին, օրինակ, չգիտեմ, վրթովածախնձոր անետում վարչապետի ուղղությամբ կամ անձրևանոցան հետում կամ ինչ-որ թթու խոսք ասում կամ ինչ-որ ձև անհամաձայնություն է հայտնում, իր էջն ունի, որ հետևորդներ ունի կամ դուրս է գալիս ցույցի ինչ-որ բանկարկում, այդ անձի ձայնը լռեցվում է։ Երբ որ մարդիկ տեսնում են, որ պոպուլյարություն ունեցող, որոշակի կշիռ ունեցող, ֆինանսներ ունեցող, սոցիալական կապեր ունեցող անձանց հեշտ հանգիստ հետապնդում են եւ կալանավորում են, ավելի համեստ կարողությունների տեր մարդիկ արդեն ուշանում են, ասում են, եթե իրենց են կպնում, ապա մենք ավելի լավ է լռենք, ոչ մի դժգոհություն չարտահայտենք։ Իսկ իշխանության հանդեպ ցանկացած դժգոհության լռեցումը հենց այն է, ինչ իշխանությանը բերում է կանգնեցնում բռնապետական կարգեր հաստատելու ճանապարհին, մենք այդ սահմանը վաղուց ենք արդեն անցել։ Եվ իդեպ երբ ասացիք, որ ընդհատակում նոր գործեր կան, որոնք ջրերից կհանվեն եկեղեցականների հետ կապված, սա կարող է իսկապես ազդել եկեղեցու վրա եւ ի վերջո հասնել իրենց նպատակին, կարծում եք։ Ես չեմ պատկերացնում մի սցենար, որտեղ իրենք կարող են հասնել իրենց ուզածին։ Իրենք կարող են ստեղծել հայ-առաքելական եկեղեցու այլընտրանքային ինչ-որ աղանդ կամ բողոքական եկեղեցի, բայց որևէ սցենար չկա, որ լեգիտիմ բառն օգտագործենք հայ եկեղեցական կանոնների համապատասխան հնարավորություն է տալու իր ցանկացած մարդուն կարգել կաթողիկոս, որտեղ դրա համար հստակ ընթացակարգ կա։ Մենք ունենք կաթողիկոս, ով այս պահին գործում է, իր տարիքի համեմատ առողջ է երևում, եւ այնպեսի հիմք էլ չկա, որ օրինակ առողջական հիմքերով մարդ չկարողանա այլևս պաշտոնավարել եւ այդ հիմքով պաշտոնավարել։ Դա անընդհատ խոսում է կալանավորման մասին։ Կարգավիճակի կալանավոր հոգեվորականներից մեկը կարծեմ այդ միտքը արտահայտել էր, որ եթե կաթողիկոսին կալանավորեն, կալանավայրը կդառնա նոր վեհարանա։ Որտեղ վեհարանա այնտեղ է, որտեղ վեհափառն է։ Բայց փաստում են կաթողիկոսին չեն կալանավորում, նաև սրբազանների հետ կապված գործ, այսինքն գլխատելու նաև գործընթացը գնում։ Դե բոլոր կեղտուտ գործիքները փորձելու են կիրառել, բայց եթե մենք դիտարկում ենք, որ նպատակը առաքելական եկեղեցին հնազանդեցնել նաև ցանկալի անձի կաթողիկոս նշանակել է, ես դրա ընթացքը չեմ պատկերացնում։ Իրենք կարող են բոլորին բանտարկել, կարող են բոլոր սեփականությունը խլել, մտնել վեհարանը գրավել, մայրաթոռը գրավել, դարձնել աղանդավորների հավաքատեղի, բայց միևնույնն է դրանով առաքելական եկեղեցին իրենք չեն վերցնում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։